Տրիպը շատ մեծ հարցականի տակ է եւ այս պատերազմը շատ ավելի հարցեր առաջացրեց տրիպի նկատմամբ։ Ես չեմ տեսնում այս վիճակում տրիպի պրակտիկ իրագործում։ Լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ, լրջագույն։ Եվ միակ շարունակելու տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը։ Ներգրավել Ռուսաստան, Չինաստան, ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է անցալվում։ Այլ տարբերակ պրոբլեմային է։ Վերջերս իմ տպավորությամբ խնդրել են Գոսդեպին, որ ինչ որ մի հայտարարություն անեն, որ տրիպը դեռ ուժի մեջ է եւ այլն։ Ուժի մեջ չէ։ Քարոզչական որպես գործիք միգուցե այո, բայց իրականում ոչ։ Հետո դուք վերցրեք եւս մի հանգամանք, եթե Իրանից սանկցիաները հանեն եւ հասնեն մի համապարփակ լուծմանը, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենից հարմար եւ կարճ տարածք դեպի Եվրոպա։ Սա գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։ Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Այստեղ խնդիրը Պակիստանի, Չինաստանի արանքում մեծ սարեր են, մոտ 500 կիլոմետրանոց սահմանը սարեր են, բայց Չինաստանի հնարավորությունները այսօր եւ տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում եւ նավթամուղեր կառուցել, ճանապարհներ, երկաթուղիներ, սա գլոբալ փոփոխություններ է նշանակում այն ինչ կատարվում է։